Նախ սկսենք նրանից, որ այս գործը շինծու գործ է եւ միջև որ սահմանադրական դատարանը քննում է ընտրությունների արդյունքները, փորձում են ընդդիմադիր դաշտը չեզոքացնել եւ դրա բառապացույցն է պարոն Չալաբյանի այսօրվա բերման ենթարկելը։ Այս պահին այսքան։ Նման հնարավոր կլինի ընդդիմադիր ամբողջ դաշտին ընդդիմախոսներին լրացնել եւ դուք ինչ ճանապարհներ եք տեսնում այս գործողությունների ապօրինի գործողությունների դեմ պայքարելու։ Չեմ կարծում ընդդիմադիր դաշտին հնարավոր է այսպես լրացնել։ Ուղղակի ժամանակ են իրենք այսպես փորձելու շահել, որպեսզի ավելի շատ ճնշումներ լինի, բայց այն որ ընդդիմադիր դաշտը կայուն է, հաստատուն իր մտահղացումներում եւ միջև այդ էլ արտահայտած բոլոր մտքերին, այդպես էլ շարունակելու է։ Ինչքան էլ որ փորձել ընդդիմադիր դաշտին այսպես ճնշումներ գործադրել, դա արդյունքը նա կլինի, որ ոչ մի բան դատարկ չի մնա եւ իր ընտրությունները դրա բառապացույցը կլինի, որ դա կեղծ ընտրություններ են, դե գիտում չի այս իշխանությունը եւ իր վախի մտնորդի շնորհիվ է այս ամենը անում։ Փաշինյանը ասում է, ես օրինակ ընտրությունների արդյունքների հետ համաձայն չեք, մենք կգնանք օրինական ճանապարհով, որը հիմա անում ենք։ Այո, սահմանադրական ակնկալիքները չեմ կարող ասել շատ որ մեծ կլինի։ Եթե դատավորները լինեն անաչառ եւ իրենց խղճի եւ հայրենիքի նկատմամբ ունենան որոշակի պարտականություններ եւ պարտավորություններ, որը իրենց սահմանադրությամբ է սահմանված, ուրեմն պետք է լինի։ Բայց այս բանը դուք տեսնում եք ինչ է կատարվում եւ այդքան էլ մեծ հնարավորություններ չունեն։ Բայց ես կցանկանայի ավելի շատ անդրադառնալ եւ աջակցություն հայտնի պարոն Չալաբյանին ամբողջ արցախցիների անունից, քանի որ եւ Հայաստան եւ պարոն Չալաբյանը միշտ կանգնած է եղել Արցախի կողքին, արցախցիների կողքին եւ այսօր էլ ամբողջ 150,000 արցախցիներ միակամ պատրաստ են իրենց աջակցությունը հայտնել պարոն Չալաբյանին։ Շնորհակալ եմ։